Կաց վիճակում ստացել եմ եւս 4 հրազենային վնասված, պատերազմի ժամանակ միայն ես չէի ընտանիքից դիրքերում, պատերազմի ժամանակ հայրս եղել է Ջաբրայիլում, այո, իմ փոքր աղբերը եւս ժամկետային ծառայողել եղել է Քելբաջարում, ես եղել եմ Մարտունիում, մի տանից 3 հոգի, ամենաառաջինից դուխ տվող, ինձ խիզախություն տվող իմ մայրն է, որ ամբողջ ընթացքում պատերազմի իմ կողքն է։ Մի արտահայտություն արեց, մինչև այսօր մտքիցս դուրս չի գալու, երկար ժամանակ էլ երևի դուրս չի գա, որ ասում էր, եթե հանկարծ Աստված չանի նենց պատահի, որ դու գիտակցում ես, որ դու ուր որա գերի ես ընկնելու, ավելովը դու ինքդ քեզ վիրավորես, ինքդ քեզ վնասես, քան գերի ընկնես։ Հրաման դիմացի պոստը գրավելու, գրավեցինք պոստը, ունեցանք 2 վիրավոր ու մի զոհ, որ հենց իմ կողքին գա։ Հերոս տղերքը մեր, ելանված ուքնի մեր, զոհել չկա տղեր, կրվի ժամի։ Մարզի Արևաբույր գյուղից ողջունում եմ բոլոր այն անձանց, ովքեր այս պահին գտնում են Արգոն բլոգի YouTube անալիքում եւ դիտում են սիրելի եւ կարեւոր դարձած մեր հերոստղերքը հաղորդաշարը։ Ընկերներ, մենք այստեղ ենք, որպեսզի բացահայտենք հերթական հերոսին։ Կարապետ Հարությունյանի բնակարան ենք շտապում, հետարքի զրույց կփորձենք ունենալ Կարապետի եւ նրա ընտանիքի անդամների հետ, լսել Կարապետի պատերազմի պատմությունը եւ պարզապես փորձենք ինչ-որ բանով օգտակար լինել տղային։ Իսկ դուք լայք եք տեսանյութը, որպեսզի այն հնարավորինս շատ տարածում ունենա եւ մեր հերոս տղայի մասին ավելի շատ մարդիկ իմանան։ Ինչպես նաև բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, եթե դա դեռ չեք արել, որպեսզի բաց չթողնեք մեր նոր տեսանյութերը։ Խորին շնորհակալություն եմ հայտնում բոլոր բայսիրտ մարդկանց, ովքեր դեռևս չեն դարձել անտարբեր եւ անհատական աջակցություն են ցուցաբերում մեր հաղորդաշարի հերոսներին։ Ինչպես նաև երախտիկս հայտնում եմ Դիանա Սիմոնյանին, ով նախագծի առաջին օրվանից մեր կողքին է եւ աջակցում է հաղորդաշարին։ Հենց այդ աջակցությունների հաշվին էլ մենք կարողանում ենք ավելի շատ զինվորների պատմություններ լսել եւ ավելի շատ զինվորների օգտակար լինել։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, կարծում եմ հետարքի զրույց ենք ունենալու Կարապետի հետ։ Բարև ձեզ։ Իմ անունը Արգամ է։ Նշան։ Հեճելի է շատ, Արգամ։ Արսեն։ Կարապետ ջան, ո՞նց ես։ Արի քեզ տեսնեմ։ Լավ ես քեզ գում։ Լավ, շնորհակալ։ Կազդրվում ես կամաց։ Կամաց։ Կարևորը մարտունակություն տեղն է ոնց երևում է։ Կարո ջան, շնորհակալ եմ, որ իմ առաջարկը ընդունեցի եւ դարձար մեր հերոստղերքը հաղորդաշարի հերթական հերոսը։ Եվ եթե դեմ չես, այսօր ուզում եմ իրար հետ հետարքի զրույց ունենանք, որովհետեւ մեր հանդիսատեսը միշտ ունի խնդիր նոր հերոսների պատմություն լսելու, ճանաչելու նրանց, հա։ Պատերազմի մասին հիշողությունները դժվար է քեզ մոտ խոսել դրանց մասին, թե ամեն դեպքում կարող ենք խոսել։ Նախ շնորհակալություն, որ ինձ հրավիրեցիք ու իհարկե կարող ենք խոսել հիշողություններից, ճիշտ է դրանք կյանքում շատ ցավալի եղել սկզբից ու մինչև վերջ, բայց իհարկե պետք է խոսվի դրա մասին։ Ամեն դեպքում համացանցը բարոյաբար տեսնում է ինչ-որ տեսանյութեր քո մասնակցությամբ, ինձ թվում է դեմքն էլ մարդկանց բավականին ծանոթ է։ Առաջին հարցազրույցն է քո թե էլի եղել առիթներ։ 7-րդը։ 7-րդը։ Շատ գեղեցիկ այգի ունեք եւ հատուկ ուզեցի որ ինձ այգում էլ նկարներ անենք, որովհետեւ միշտ տանը էսպես տարբերվող կլինի կարծում եմ։ Խոսենք ամենասկզբից, լավ, որտեղ է կռվել, ինչ վիրավորումներ է ստացել ու հիմա կազդուրման փուլը ինչ վիճակում է։ Ես ծառայել եմ Մարտունի 3-րդ պաշտպանական շրջանում, պատերազմի առաջին օրից, նույնիսկ առաջին ժամերից եղել եմ այնտեղ ու
նոյեմբերի 3-ին տեղափոխվել եմ Մարտունու շրջան գյուղ Ճարտար ու հենց այդ օրն էլ առավոտյան վիրավորվել եմ, տեղափոխվել եմ Ստեփանակերտ հոսպիտալ, ճիշտ է շատ երկար դժվար ճանապարհներով, մոտ 40 օր։ 40 օր, իսկ ինչքան ժամանակվա ծառայող էիր։ Արդեն դեմբել էի, արդեն հետհաշվարկն էր սկսվել։ Մոտս մնացել էր։ Տոդմևքին մտել։ Այ ապրես։ Լավ, ինչ վիրավորումներ ստացար։ Ստացա կոտրված կազդրի շրջանում աչոտքի, որը եղել է ռումբի պայթյունից, ականանետի։ Այնտեղ ընկած վիճակում ստացել եմ եւս 4 հրազենային վնասվածք, էլի ոտքերիս սնայպերիստի կրակոց պատրոններն են եղել։ Կիսամեռ վիճակում, ջան։ Ինչ հետևանքներ թողեցի։ Դե այսօր մինչև այսօր դեր բուժման մեջ եմ։ Բժիշկը ասեց, բժիշկի հետ խոսալուց պարզ դարձավ, որ երկար ժամանակ կտևի բուժումը, մինչև որ վերականգնվի, բայց ասացին մենք ամեն ինչ կանենք, բայց չենք խոստանում, որ առաջվա նման կլինի։ Որովհետև մկանների կտրվածքներ էլ կան, ասենք մկաններ կա, որ կեսն է մնացել, մկաններ կա, որ ընդհանրապես չի մնացել ու ոտքի մկանների մեջ այդ ներվերը վնասվել է ու հնարավոր է էլի մի վիրահատություն, 50-50 բժիշկի հետ վերջին ստուգումից հետո ասեց 50-50 հնարավորություն։ Այսինքն հիմնական վիրավորումները կապված է ոտքի հետ։ Այո։ Մնացած նորմալ ամեն ինչը բնականon տարբերակով։ Գնում ես Երևան, գալիս ես հիվանդանոց։ Ճիշտ ասած մի որոշ ժամանակ դուրս են գրել իրենք ինձ, հիմա պետք է արդեն ես բուժվում եի Արթմեդ բժշկական կենտրոնում, բայց ինձ տեղափոխելու են զինվորի տուն արդեն, վերականգնողական կենտրոն, արդեն ժամանակն է վերականգնողականի անցնելու։ Շատ լավ։ Պատերազմի օրերին զանգելը խնդիր էր, իրականում տուն։ Ինչ հաճախականությամբ էր կարողանում կապնվել ընտանիքի անդամների հետ, ինչքանով ինֆորմացիա ունեին, թե դու ինչ կարգավիճակում ես այնտեղ եւ այլն։ Նախ ուզում եմ ասեմ, որ պատերազմի ժամանակ միայն ես չէի ընտանիքից դիրքերում, պատերազմի ժամանակ հայրս եղել է Ջաբրայիլում։ Կամավոր։ Այո, իմ փոքր աղբերը եւս ժամկետային ծառայող էր եղել է Քելբաջարում, ես եղել եմ Մարտունիում, մի տանից 3 հոգի ենք, բնականաբար շատ դժվար էր կապ հաստատել Մարտունուց Ջաբրայիլ հայրիկի հետ, այդ եղել ընդամենը մի անգամ ու իմ ծնունդի օրը հոկտեմբերի 7-ին, աղբորս հետ ոչինչ 4 օրը մեկ, 5 օրը մեկ զանգ լինում էր ու տանն էլ 2 օրը մեկ հազիվ կարողանում էի տուն զանգեի, որովհետև ընդհանրապես միջոց չկար, մի կերպ ստեղից, ընդեղից տենց ստացվում էր, բայց այս ամեն ինչի մեջ, ամբողջ պատերազմի ընթացքում համար շատ կարևոր էր մայրիկի դերը, որովհետև կողքից լսում էին սեն զինվորներ են կորում եւ այլն ու մենակ մամայի հետ խոսալուց ինքն էր որ ասում էր կռվեք, փրթեք, ես ընդհանրապես չէի սպասում որ մաման նման ձև կպայի, ընդհանրապես այտենց վիճակում կինը պետքա կոտրված լիներ, բայց ամենաառաջինից դուխ տվող, ինձ խիզախություն տվող իմ մայրն է եղել, որ ամբողջ ընթացքում պատերազմի իմ կողքն է եղել։ Շատ էր օգնում։ Շատ։ Նույնիսկ մի անգամ սրտի ցավով հիշում եմ պատմեց, խոսում էր ինձ խորհուրդ էր տալիս, ասում էր Կարլ ջան, լսում եմ որ գերիներ են ընկնում, վիդեոներ են գցում տարբեր եւ այլն։ Մի արտահայտություն արեց, մինչև այսօր մտքիցս դուրս չի գալու, երկար ժամանակ էլ երևի դուրս չի գա, որ ասում էր եթե հանկարծ Աստված չանի նենց պատահի, որ դու գիտակցում ես, որ դու ուր որա գերի ես ընկնելու, ավելի լավ է դու ինքդ քեզ վիրավորես, ինքդ քեզ վնասես, քան գերի ընկնես։ Մայրս։ Այո։ Իրականում նման արտահայտություն անելու համար կարծում եմ մեծ արիություն է պետք ու շատ կարևոր է եւ շատ լավ է որ այդ օրերին մայրը խոսել այն լեզվով որ պետք էր խոսել, հա, որովհետեւ անկախ ամեն ինչից զինվորը այնտեղ պետք է զգար թիկունքում ամրություն։ Իսկ թիկունքի ամրությունը զգում եք, այն համախմբվածությունը հայկական, որ Սփյուռք, Հայաստան, ամբողջ աշխարհի հայերը, որ ուղղակի համախմբվեցին մեգապայ շուրջ, հանուն զինվորի, հանուն Հայաստանի, հանուն Արցախի, զգում եք այդ ամեն ինչը թիկունքում։
Իհարկե զգացվում էր շատ, որովհետև ասենք մեզ որ Հայաստանից լուրեր էին ասում, այդ Հայաստանի լուրերը ընդհանրապես չէր հետաքրքրում, ինչ ճիշտ մենք որսում ենք ուրիշների կարծիք, ուրիշները ինչ են ասում, պատերազմը երբ է ավարտվելու եւ այլն ու դրսի օգնությունները որ սփյուռք հայերը բոլորը կազմակերպում էին, թե դեղամիջոցներ, թե ասենք զինվորի հագուստներ, անգամ կերակուր, ամեն ինչ, այդ ամեն ինչը որ մենք լսում ենք, մենք դրանից ուրախանում էինք, որ մեզ ինչ որ մեկը նկատում է, ասենք ինչ որ մեկը մեր կողքն է այսօր։ Իսկ ուտելիքի հետ կապված ոնց էր հարցը։ Նորմալ հասնում էր թե անկախ, որովհետև այդ օրերին պրովոկացիոն ինչ որ տեսանյութեր նաև տարածվեցին, որ ուտելիքի խնդիր կա եւ այլն։ Ձեզ առնչվեց այդ խնդիրը, թե անկախանությունից դա հատուկ։ Մի պահ չմոռանանք, մենք խոսում ենք պատերազմի մասին։ Պատերազմը այդ դի մեջը լինես, որ հասկանաս, աստվածտա ոչ մեկ չլինի մեջը։ Ուտելիքի մասին ու ընդհանրապես այդ միջոցների մասին, որ դրա կարիքը մենք ունեինք, պատերազմի ժամանակ այդ շատ ոնց ասեմ, ինքը հարաբերական էր։ Մի օր այդ օրը երկինքը խաղաղ կլինի, այդ օրը պայթյուններ չեն լինի, այդ օրը սոված չէինք մնա, այդ օրը մեզ ուտելիք կհասներ։ Վտանգավոր կլներ 3 օր, 4 օր, եղել է որ ես էլ պապայի հետ որ խոսում էի, ինքն էլ ասեց 9-10 օր ոչ մի բան չեն կերել։ Մինչև ասենք մի փոքր հանդարտվել է կամ մեզ են տեղափոխել, այնտեղ որտեղ կարող ինչ որտեղ սնունդ լինի կամ ջխմելու անգամ ջուր լինի։ Կարո այդ օրերին անկախ ամեն ինչից մենք խոսում ենք ավելի բարձր տրամադրվածությամբ, բայց իրավիճակը ավելի քան դաժան էր։ Նամանավանդ 18-ից 20 տարեկան տղաների համար, ովքեր նույնիսկ երևի թե հարազատների կամ բարեկամների թաղումներին չէին թույլ տալիս գնալ, որովհետև դեռ այդ տարիքը չի, եւ հանկարծ պատերազմը սկսվում եւ ամենուրեք դաժան տեսարաններ, դիակներ, մոտիկ ընկերների մասնատված մարմիններ, դա պետքա մի այլ կարգի ուժ ունենաս, որ կարողանաս այդ ամենը մարսել։ Եվ դրա հետևանքով շատ զինվորների մոտ սկսվեց հոգեբանական տրավմա։ Եվ հոգեբանությունը պետք էր արդեն կանոնացնել զինվորների, բժիշկները արդեն ունեին այլ առաջադրանք նաև։ Չքնել գիշերները, տեսիլքներ ունենալ պարբերաբար, քեզ մոտ ոնց էր այդ ամեն ինչը դրսևորվում, ու ինչքան ժամանակ, թե միգուցե մինչև հիմա, չգիտեմ։ Նախ պատերազմի ժամանակվա այդ օրերի մասին ասեմ, շատ լավ ընկեր ունեի Ստեփանակերտից, Գևորգ էր անունը, ինքը մեր հոգեբանն էր ինքը։ Տղեկ դուխով, տղեկ իմ կողքել եք, ասում է ես Աստծո այդ պայմանագիր ունեմ, ես չեմ մեռնելու, իմ մոտ ով եղավ, ինքը չի մեռնելու։ Ու ասենք ինքը ես ոնց ասեմ, իր ձեռը բռնում էի նոր էի պարկում քնելու, ու ասենք դե երազները ասեմ սենց էր գալիս։ Իմ մոտ շատ հաճախ երազ եղել, որ պատերազմը ավարտվել է, մենք հաղթել ենք եւ այլն, ոչ մի երազ պարտության մասին, դա շատ լավ եմ հիշում։ Ու արդեն երբ որ ես վիրավորվեցի, եկա հիվանդանոց, երազներ կապված աղբորս հետ։ Մի քանի անգամ ես տեսնում եմ աղբերս ոնց է երազումս գերի ընկնում, ես տեսնում եմ ոնց է վիրավորվում, ես տեսնում եմ ոնց են թուրքերը իր հետևից վազում։ Ու մենակ այդ չէ։ Հասարակ ես հիվանդանոցում 5-րդ հարկում էի պարկած, այնտեղ որ ասենք ուղղաթիռի ձեներ լսվում, մի անգամից ես վեր էի թռնում։ Եղբայր ծառայում ես բան։ Հիմա այս բանը ծառայության մեջ հայեմ։ Երբ հազորակոչվել։ Արդեն մոտ 9 ամսվա ծառայող է։ Պատերազմի ժամանակ եղել է նորակոչիկ, 2 ամսվա ծառայող։ Այսինքն իմ ընտանիքից 2 ժամկետային։ 2 ժամկետային, այո։ Ու եղբայրն է քեզ մոտ չի, դա ավելի մեծ անհանգստություն է տալիս նայել եք դիրքերում։ Վերցնելով այս ամեն ինչը, անալիզ անելով, որպես քաղաքացի, որպես զինվոր, որպես ականատես, որպես մասնակից, տարբեր կարծիքներ են լսում մեր օրերում, բայց հենց մասնակիցների ու զինվորների կարծիքները կարծես թե առաջնային չի։ Նրանք չեն խոսում շատ բաներ, որպեսզի այդ պատկերը ավելի արտահայտիչ լինի, թե ինչ է իրականում այնտեղ տեղի ունեցել։ Դու մեղավորներ գտնում ես։ Մեղավորներ իհարկե կան, մանավանդ հայկական կողմում, բայց
ես էլ կհետևեմ մեր բոլոր զինվորներին, ովքեր չեն ուզում խոսան դրա մասին, որովհետև դա մեր պատվի հետ է կապված։ Իհարկե կան, անհնար է չլինի, բայց այդ մեր պատիվն է, մենք, այսպես ասած, մենք մեր մեջ գիտենք։ Թող դա տենց էլ մնա։ Որոշումը իհարկե ձերն է, այս դեպքում, հա, անկախ ամենից էկրան ցանկում լիքը մարդիկ միշտ հետաքրքրված են թե ինչ է իրականում այնտեղ տեղ ունեցել, դրա մասին խոսքը։ Իսկ այդ դավաճանություն, հատուկ սադրանքներ եւ այլն, նմանատիպ ինչ որ պահեր ապրեցիք դուք, նկատեցիք որ դա հենց այն էր ինչի մասին խոսում էին։ Թե դրանից հերբազատված եղաք ու այդ ամեն ինչը գիտես չհասավ ուղղակի։ Կոնկրետ մեր դիրքի մասին ասեմ, մեր դիրքում չի եղել դավաճանություն ընդհանրապես ու ոչ էլ մեր զորամասի մասշտաբով չեմ կարող ասեմ, ինչը որ զորամասից կապվում էր մեր հետ, դավաճանության մասին խոսք լինել չի կարող ու եղավ ամեն ինչ նենց ոնց պետքա լիներ մեր հետ։ Մեր դիրքը մինչև վերջ ամուր պահեցինք, ճիշտ է մարդկանց արյան գնով, մեր տղեկի կյանքի գնով, բայց մեր դիրքը կայուն մնաց ու մենք լրիվ կատարյալ պահեցինք մեր դիմաց դրված բոլոր առաջադրանքները։ Արդյունքը սպասելի էր կռվի օրերին։ Չէ, արդյունքը ընդհանրապես սպասելի չէր։ Ինչ կատարվեց զինվորի հոգեբանության հետ, երբ որ կյանքը մի կողմ դրած, ամեն ինչ մի կողմ դրած, հանուն հայրենիքի ուղղակի կռիվը տալիս եւ հանկարծ ուղղակի հայտարարվում է ինչ որ պայմանավորվածության մասին, որտեղ Հայաստանը պարտված է համարվում։ Ինչ կատարվեց ձեզ հետ այդ բանը։ Նախ ասեմ, այդ վաղտ արդեն ես հիվանդանոցում էի ու ես ինտերնետով ընդհանրապես չեմ տեսել, ոչ էլ լսել եմ, ես մարդկանց ձայնից եմ արթնացել գիշերը հիվանդանոցում, որտեղ փողոցներով գոռում էին Նիկոլ Դավաճան եւ այլն ու այդ ձեներից եմ ես արթնացել։ Դու տեսանյութ էլ նույնիսկ այդ նույն մարդկանց մասին նկարեցիր, ովքեր ազգային ժողով եւ այլն նիստի դալիճ էին ներս մտել եւ այնտեղ անկարգություններ էին անում, սխալ էր համարում իրականում, հա։ Ուրեմն ասեմ, որտեղից հղացավ միտքը նմանատիպ վիդեո նկարելու, շատ հայտնի կռեկեր ուտող զինվոր է, եթե ճանաչեք, իմ ընկերն է, նույնիսկ մի պալատում էինք պարկած իրար հետ, ուրեմն ինքը տուն գնաց, ճանապարհին հանդիպեցին իրան ու բոլոր լրատվամիջոցներով տարածվեցին, որ ցուցարարները ծեծել են Գեորգիին, կռեկեր ուտող զինվորին։ Ու եկավ, որոշեցինք, քննարկեցինք ինչ անենք, որովհետև բոլորը թողած մեր տղեկի դիակները պոստերում, մեր տղեկի, չգիտեմ, վիրավոր տղեկի բուժումները եւ այլն, բոլոր տեղերը խոսում են Հայաստանում մարդ չկա, տղամարդ չկա, սա պոստերում են կամ չգիտեմ եւ այլն, մեկ էլ հոп հավաքվեցին 3000 հոգի մարդ միանգամից հրապարակում։ Ես ոչ մեկին չեմ պաշտպանում, ոչ կառավարություն, ոչ իշխանություն, ոչ մեկին, ոչ էլ ինձ հետաքրքիր է դա։ Ուղղակի պատերազմի ժամանակ մեր կողքին պետքա մարդ լիներ։ Մենք նույնիսկ կարողացանք մեր տղաներին պատվով դիմավորել այնտեղից։ Դա ամենամեծ հարցն է իրականում ու որովհետև այդ օրերին մի քանի հոգի անկարգություններ էին կազմակերպվել այնտեղ։ Ես ծառայել եմ 3-րդ գումարտակի 8-րդ վաշտում, 7-րդ վաշտը 72 հոգի տեղափոխվել են մարտական առաջադրանք կատարելու 45 րոպե հետո բոլորի հետ կապը ընդհատվել է ու մինչև այսօր դիակներ են գտնում այդ վաշտից ու դեռ 10 քանի հոգու դիակ ընդհանրապես չեն կարողացել ճրել, ինչի մասին է խոսքը։ Այն ժամանակ, որ ժողովուրդը ուղղակի միանգամից կոտորեցին իրար։ Ես այն ժամանակ էլ վիդեոյի մեջ եմ ասել, այստեղ էլ եմ ասում։ Շատ մարդկանց եմ ճանաչում, շատ մարդկանց ու ում որ ասում եմ ինքը իմ բարեկամն է։ Քովիդի թուղթ հանեց, ես կորոնավիրուս եմ ու չեկավ պատերազմ ու իրա նման լիքը մարդ։ Այո, եւ հետո այդ նույն մարդիկ դարձան պահանջատեր։ Հա։ Հենց իրենք դարձան պահանջատեր իրական։ Եթե դեմ չես, այս բանին ընդհատվենք ու դիտենք այն տեսանյութը, որտեղ կոչով ներկայանում ես այդ անկարգությունը ստեղծած մարդկանց այդ օրերին։ Դες բունտանում տղեկեք գայք մեր կողը կայնեի։ Այդ որ հիմա ես չեմ քայլում, դա ես մենակով եմ պոստում կայնած, դրա համար ես այսօր չեմ քայլում։
Կողոսելեք մի պատոնել դուք կրակեք, բայց չեք կրակում գոնե մի հատ լրցնեք այդ անտեր մագազինը կրակեինք, չեք հասցնում։ Լավ տղեկին հրավիրում եք հրապարակ, լավ տղեկը կամ ստե պարկած եք, կամ պոստում են, փոքր աղբորից ես, ասենք որը նորություն չունեն։ Բայց ինքը պոստում է, չի, չէ, որ ձեզ ասում են զորքերը հետ է գալիս, հետ են քաշվում, Ükür mutlu esek ջարդում, եք քայլում, այն ավտոն եք շուր տալիս, ինչ եք կապիկություն անում, դուք կապիկ եք, կապիկություն եք անում, ընդամենը, 5000 դրամով ծախված եք, եկեք ես 10 կտամ գնացեք աղբորս կողը կայնեք, մենակ է։ Կարո, ինչ փոխեց պատերազմը քո կյանքում, եթե համատում ես քո երկու տեսակները, Կարոյին միշտ պատերազմը կամ ծառայության ընթացքում թեկուզ եւ պատերազմից հետո ամենագլխավոր փոփոխությունը երբ որ մտածել ես այդ մասին ինչ փոխեց քո մոտ Սենց ասեմ տղաները կներես ես տղաները շփվելիս մոռանում եմ որ նրանք 18-ից 20 տարեկան են երբ որ սովորաբար այդ տարիքի մարդիկ լսում են ինձ ինչ որ մի բան օրինակ սովորեն կամ իմ տարիքի մարդկանցից հիմա այն կարգի հասուն կերպարներն իմ մոտ նստում այս հաղորդման շրջանակներում քո գլխավորությամբ օրինակի համար Դու անդադ հասկանում ես, որ մարդիկ կար ժամանակահատվածում մեծացել են ուղղակի, եւ մտավոր, եւ տեսքով, ամեն ձևով, ու իրականում հասկանում ես, որ քո կողքին տղամարդ է նստած կյանքի մեծ փորձ ունեցող, որովհետեւ այն ամեն ինչ որ դուք ապրեցիք այդ 40 քանի օրը մարդիկ կարող ամբողջ կյանքում չապրեն, ու դա ստիպեց մեծանալ երևի թե, ճիշտ է։ Հա իրոք կա տենց բան ես 14 տարեկանից մենակ եմ ապրում առանց ծնողների սովորել եմ Իսրայելում ճեմարան եմ սովորել կիսատ եմ թողել ու իմ կամքով եկել եմ ծառայության ու ասենք 2 տարի եւս առանց ծնողների ես իմ գլխով եմ մեծացել ես եմ եղել իմ գլխի տերը ու ասենք հասունանալու շրջանում դա շատ կարեւոր է իմ համար եղել Հիմա էլ որ խոսում ենք, իմ համար շատ կարևոր է այդ որ մարդ այդ տարիքում ինքը արդեն ինքն իրանով կայունանա։ Պատերազմի ժամանակ, բանո պատերազմից առաջ ու հետո առաջացել է լրջություն, մենակ իմ մոտ չէ, բոլորի մոտ, ավելի կյանքը սիրելու ինչ որ մի բան է առաջացել Ռոպեն ապրելու ցանկություն։ Հա, որովհետև այդ պահին որ տեսնում էիր ոնց մահը կողքը դեր այդ պահին։ Իրոք դու քայլում էիր կամ վազում էիր ու մեկ էլ տեսնում էր որ այն ընկերդ ում հետ որ դու 20 րոպե առաջ հաց էիր կիսում, ինքը էլ չկա։ Ու դաժանաբար չկա ու քո աչքի առաջ։ Իրոք։ Դա պետք է կարողանաս իրականում ապրել ու առաջ գնալ։ Մի հերոս ունենք։ Ահա։ Իհարկե Աստված հոգին լուսավորի Խաչատրյան Կոլյան 3 տան խփեց, հենց այդ օրը որ ես վիրավորվել եմ ու խփելուց հետո ուրախության պահին իրան խփում են ու ինքը մահանում է ու այդ կատարվում է քո աչքի առաջ Դու ուրախանում ես տանկ խփեցինք, այս մեկին վերացրինք, մեկ էլ հոպ տանկին խփած զինվորը ժպիտը դեմքին ընկնում է։ Չասես տոնել իր հաղթանակ։ Հա, ու տենց պահեր իրոք նես դրվագներ պատերազմի ժամանակ շատ է եղել։ Իմ լավ ընկերը մահացավ իմ ծննդյան օրը, հենց հոկտեմբերի 7-ին, որովհետև հրաման ստացանք դիմացի պոստը գրավելու, գրավեցինք պոստը։ Ունեցանք 2 վիրավոր ու մի զոհ, որ հենց իմ կողքին կա։ Ու նմանատիպ տեսարաններ, նմանատիպ ապրումներ շատ է եղել պատերազմի ժամանակ։ Այդ ամեն ինչ ապրելով պետք է կարողանայր նաև ուժ գտնել առաջ գնալու համար։ Այդ ուժը որտեղից եք գտնում, որ անկախ ամեն ինչից վիշտը, ցավը մի կամ թողնել, ինչ որ չափով անտեսել, այդ պահին չգիտակցել խորությունը ու առաջ անցնել։ Որտեղից եք վերցնում այդ ուժը։ Իհարկե ընտանիքից, իհարկե ոնց որ առաջ ասացի մայրիկիցս։ Պապայի հետ խոսալուց, երբ որ անտրամադիր էի ու իմ համարին մաման զանգեց, ասաց պապայի համարը ճշտել եմ։
մի հատ զանգի իր հետ խոսատես ոնց է, ասի լավ։ Զանգեցի, ուրեմն այդ ամբողջ այդ ուրախությունից, ողջավորությունից երկու թիվ չփոթեցի։ Զանգել եմ, հիմա ձենը շատ ծանոթ է։ Ասում պապ ջան, ասում Կարոնա ոնց ես, ես լավ եմ, իմ մոտ ամեն ինչ նորմալ է։ Մի հատ այդ բան սնայոդան գնում, ուժեղ դփոց ա գալի։ Պապ, ես ձենը մի լսի, լավ եմ ես, ձեր մոտ ինչ կա։ Ասում տղա ջան, ում ես ուզում, ասի պապային եմ ուզում, ասեք իր տղեն է, որ բանա պատերազմին է մասնակցում եւ այլն։ Ասում տղա ջան, ես քո պապան չեմ, բայց ես քո համար ամեն ինչ կանեմ։ Ասա պապայիդ համարն ասա ես զանգեմ։ Ասում չէ կներեք, նորից զանգում մաման համար տայս զանգում պապային, ասում եմ պապ ինչ կա, ոնց է ու լացում այդ ողջավորությունից, ուրախությունից, չգիտեմ։ Ասես տղա ջան, ասեց, սենց որ շարունակվի, մինչև Բաքու կհասնենք, ասեց։ Ճիշտ է, պատրոն չունենք, ցած գալիս են մոտիկ, վերցում ենք, հետ ենք շպրտում, բայց կհասնենք, չմտածես, ոչ մի բանի մասին չմտածես, լավ անելու ու այդ լավա լինելու վրա կապը ընդհատվեց։ Ու էդ էլ էր ողջավորություն, էդ էլ էր ուրախություն։ Մաման զանգում էր, ասում էր այս ինչ թուղթը սենց է պեչատվել, այս ինչ բանը սենց է եղել, սա սենց պետք է լինի լավ, պետք է լինի հաղթելու ենք, երկար չի բան անելու, չի տևելու ու այդ էլ էր, տեղից էինք ստանում։ Մենք ու ասենք պննոկյաներով, ճիշտ է չի թույլատրվում, բայց կասեմ պոստում ավտոմատի շամփուրը դնում էինք այդ բանի վրա, նաուշնիկի տեղ ու ռադիո էինք միացնում։ Ու ասեմ, այնտեղ երեխեք կային, չէ, որ խոսում էին, մենք զինվորի կողքին էինք, բան, այդ ժամանակ հիշեմ մենք խրամատ էինք փորում, ու այդ վիդեոն sense, այդ ռադիո միացրած ուրախություն էր, էլի ուրախությամբ էինք, մեր գործը մեր աշխատանք ուրախություն է, որտեղ ուր էինք գնում, ասենք մի բան էր լում, ադավետ երեխեք ռադիո միացրեմ, այդ լսենք, դրամատրություններս բարձրանա։ Ու տենց, մեր օրը տենց էր անցնում։ Առհասարակ ես հաղորդման ժամանակ երբ թե իմունիտետ եմ ձեռք բերել, չուզվելու, զգայունությունս կողդնելու, բայց խոսքի մեջ մի քանի անգամ սարսով պատես մարմինս, շատ անկեղծ ես, շատ բարի ես եւ ուզում հետագա պլաններից խոսանք։ Ինչ ես պլանավորում անել վերջնական կազդուրումից հետո։ Ես ճիշտ ասած ուսման հետ մի քիչ խնդիրներ ունեմ, որովհետև կիսատ թողեցի, եկա, հիմա վիրավորվելու հետևանքով ես չեմ կարող նորից գնամ շարունակեմ, 9-րդ դասարանից եմ դուրս եկել։ Ատեստատի խնդիր ունեմ։ 12-րդ դասարանի ավարտական ատեստատ չունեմ, այդ խնդրով եմ հիմա զբաղվում։ Արդեն երկրորդ զինվորն է մեզ մոտ, որ այդ խնդիրը ունի իրականում։ Այդ խնդրով եմ զբաղվում, հիմա չգիտեմ ոնց կստացվի։ Սովորել, ավարտել ու դառնալ հայրենիքին ինչ-որ բան տված, հայրենիքին նվիրված ասարակ, ոնց որ կասի պարոն Փաշինյանը, հպարտ քաղաքացի։ Չէ, ես կապ չունի ես։ Չքաղաքականացնենք, նավանտես թեժ պահին քաղաքականության։ Արևաբույր գյուղում ես ապրում։ Այո։ Ես առաջին անգամ ձեր գյուղում, առաջին անգամ լսում առավել ևս, բայց այնքան սիրուն է այստեղ բնությունը, այնքան հանգիստ ամեն ինչ, ոնց որ բնության հետ ներդաշնակությունը մի անգամ մտնում է մարդու։ Սիրում ես գյուղը, ուզում ես մնաս այստեղ, պլաններդ ինչպիսին են։ Իհարկե։ Ես տեղ եմ ծնվել, ապրել եմ իհարկե ոչ Հայաստանում 14 տարեկանից, բայց միշտ ձգտել եմ ստեղ լինեմ, աշխատելու եմ, անգամ ուրիշ տեղ, ուրիշ մթնոլորտում, ուրիշ շրջապատում աշխատեմ, մեկ այս է իմ տեղը։ Ես տեղ հանգիստ եմ, ես տեղ ինձ լավ եմ զգում, ու միշտ էլ ստեղ եմ մնալու, դաժան։ Ծնողների համար իրականում ինչքան էլ ուժեղ են երևում, ինչքան էլ ուժեղ են ներկայանում, անելանելի է այդ իրավիճակը։ Երբ որ ես հիշում եմ իմ մոր ապրումները, իմ ընտանիքի ապրումները, երբ որ ամեն լուրից հետո ուղղակի չգիտեմ, ժամանակ էր պետք որ հետ բերեինք, ես հասկանում թե ինչպիսին կլինի այն ծնողի ապրումները, ում որդին առաջնագծումը։ Իհարկե նա ուներ առաքելություն, որդու մոտ լինել ուժեղ, խիզախ ու օրինակ ծառայել։ Ուզում եմ ուղղեմ վստահությամբ։ Որդին չէ, որդիներն ու ամուսինը։
Ну, առավել եւս, okay։ Այս դեպքում քան որ զույցը քեզ հետ է, դրա համար մասնավորեցի քեզ։ Եթե դեմ չես, մեր հաղորդման շրջանակներում զրույց ենք ունեմ նաեւ ընտանիքի անդամների հետ։ Եթե դեմ չես, մայրը միանա ու հասկանանք թե ինչ էր կատամ նրա հետ դուրերը։ Դեմ չեմ։ Տիկին Ալնա գիտեմ, որ նկարանվել շատ չեք սիրում, դա շատ չենք տանջի, բայց կան բաներ, որ իրականում ձեզնից պետք է սովորենք եւ դուք պետք է ներկայացնեք։ Այդ օրերին մոր համար իրական շատ դժվար էր։ Ձեր դեպքում երակի դժվար կարծես թե, որովհետեւ երկու որդիներն են այնտեղ եւ ամուսիններ կամավոր երթագրվել եւ մեկն էլ առաջնակից։ Ոնց է կարողանում այդ ահռելի նորությունները լսելով ամեն օր, այդ ահռելի իրավիճակը, որովհետեւ թիկունքում էլ էր ահավոր վիճակ էր։ Եվ թե թիկունքում կարելի ասել ավելի վատ վիճակ էր։ Որովհետեւ մենք չգիտենք ինչն է ճիշտ, ինչն է սխալ, դուք գոնե ականատես եք, գիտեք ինչա կատարում, հա։ Ոնց է կարողանում այդ ամենը հաղթահարել ու ոնց է ձեզ մեջ այդ մեծ ուժը գտնում, որ որդիներին, այսպես տղամարդու ուժ տալ եւ առաջ մղվելու պատճառ տալ նրանց, որովհետեւ խոսեցինք, որ ամեն անգամ զանգում եք եւ ուժ եք տալիս ձեր որդուն։ Ուրիշ տարբերակ չկար, որովհետեւ պետքա ուժեղ լինեին։ Հերթով զանգում էին, Կարոն զանգում էր, ասում էր ինչ կա, ասում եմ արդեն Արմանը զանգել է, պապաց զանգել է, բայց չէին զանգել, հետո Արմանն էր զանգում, ասում էի դու ես մնացել, իրանք արդեն այսօր զանգել են։ Հերթով զանգում էինք, խոսում էինք, անհամբեր զանգերին էինք սպասում, բայց հենց զանգում ենք, մենք ուրախանում ենք ու իրանցն էլ ուրախացնում են, ասում են արդեն ամենք առաջ ենք, էս ենք, այն ենք, չգիտեմ։ Այսինքն փորձում էիք լարվածությունը, որ մեկը մեկի մասին մտածել, ամեն ինչ լավ է, բայց ասենք մի լավ լուր, մի լավ բան, ասենք սահմանից մի լավ պատմություն հենց որ լսում էինք, այդ երեխեքը հենց զանգում են, այդ էր, ու ասենք որ մի բան լինում էր, կամ իրանք էին ասենք ինչ որ մի անոթ հաճու խփած լինում կամ բան, ասում էին, հա, երեխեքին պատմելու բան կունենաք։ Այսի հիշեք, որ ձեր երեխեքին պատմենք, բան, սենց ոգևորում ենք, մինչև այդ վիճակից դուրս գանք։ Ինչ պլաններ ունեք այս պահին Կարոյի հետ կապված բուժումից հետո։ Դուք որպես մայր։ Բուժումից հետո դե ինքնա հիմնական պլանը, որ ինքը պետքա սովորի, աշխատի։ Իր տարիքի բոլոր երեխեքը զինվորները, ես կարծում եմ հիմա այս տարիքում այդ խնդրի առաջ են, իրան սովորելը, աշխատելը, որ հետագայում ավելի, չգիտեմ, ավելի օգուտ տան այս երկրին, ավելի ինչ որ պակաս պրատ բաներ կա, լրացնեն մեր երեխեքը։ Որ իրանց գործային, որ իրանք ընդեղ արել են, կիսատ չմնա, շարունակական լինի։ Կարոն, բնականաբար Կարոյին ամենաշատը, ամենալավը դուք եք ճանաչում, որովհետև հա, դուք եք դուրս աշխարհ բերել, բայց Կարոյին բացահայտեցիք պատերազմի օրերին, ուրիշ տեսանկյունից։ Հա, մենք դեպքում տեցը պատկերացնում եք, որ ինքը այտենց ուժեղ, քաջարի, կկռվի մինչև վերջ։ Չէ, Կարոյին այդ կողմից չէինք տեսել, այդ էլ բացահայտեցինք։ Միշտ ինքը տենց կատակասեր էր, ուրախ, տենց չգիտեմ, ընդդեղել էր տենց կատակներով կռվանում։ Ինչ որ հետարքի պատմություն չես հիշի պատերազմից, որ ասես մնացել է մեջում, ներսում։ Հետաքրքիր պատմությունները լավը չեն, ավելի շատ դառնություն են, մանավանդ։ Հա, երբ որ իր ծննդյան օրն էլ զանգեցի, որ շնորհավորեմ, ու հենց այդ ժամանակ ասեց մամի կես ժամ առաջ ընկերս ձեռներից մեջ զոհվեց, մահացավ, չգիտեի ինչ ասեի իրան։ Շուտ անջատեցի, որ ինքը չզգա, որ ես եմ լացում, հոկտեմբերի 7-ին էր։ Տենց լավ հիշողություններ չկար այդ օրվա հետ կապված, բայց փառք Աստծո։ Ես շնորհակալություն եմ հայտնում, որ այդքան ուժեղ եք։ Ես շնորհակալություն եմ հայտնում, որ մեզ բոլորից պարգևել եք Կարոյին, որովհետև նա բոլորիս հարստությունն է։ Ասում եմ, մեր օրյա զինվորները ունեն ծնողներ, բայց նրանք բոլորինս են։ Հա։ Ես շնորհակալություն եմ հայտնում նման հայրենասեր որդի դաստիարակելու համար, դա շատ կարևոր է, որովհետև ամեն ինչ սկսում է ընտանիքից։ Ամեն մեկը տարբեր ասպարեզներում միշտ ներկայացնում է իր ընտանիքը։ Եվ այսօր ես Կարոյի հետ խոսելով, չճանաչելով ձեր ընտանիքը, Մակեսային առաջին հայացքը նկատի ունեմ, արդեն պատկերացնում ամեն ինչ կազմված է։ Եվ ես իրական ձեզ շնորհակալ եմ։ Եվ Կարո ջան, քեզ էլ եմ շնորհակալ, որ խոսեցիր իրականում բանի մասին, որը մի քիչ ծանր է, ամեն անգամ այնտեղ գնալի ես պատկերացնում ինչքան դառը հոգեբանություն է մարդու մոտ եւ ինչքան դժվար է։ Բայց կարծում եմ մեր հետևորդներն էլ ճանաչեցին քեզ եւ հերթական հերոսին որպես իր սխրագործություններով եւ այլն բացահայտեցին։
Շնորհակալություն եմ հայտնում եւ ուզում եմ մյուս անգամ մեր հանդիպման ժամանակ լինես արդեն լրիվ կազդրված։ Ես փորձում եմ իհարկե բոլոր տղաների հետ կապ պահել, բայց մեր ռեպորտաժի, բայց արդեն 200-ից ավելի զինվորի ենք նկարել եւ այդքան ուղղակի ժամանակը չի ներում, բայց կարծում եմ դեռ հանդիպումներ կստեղծենք ինքներս մեզ համար։ Շնորհակալ եմ շատ։ Եվ Կարո ջան, մեր հաղորդումը նայում են շատ բարի մարդիկ, ովքեր սրտացավ են եւ դեռ չեն դարձել անտարբեր զինվորների նկատմամբ։ Անտարբեր հասարակություն կա իրականում, բայց երբ որ ես ջղայնանում եմ, երբ որ ես տեսնում եմ այն ամեն ինչը որ կատարվում է նրանց կողմից, դեռ ժամանակը չի, չէ՞ շատ բաներ անելու։ Ես իրական դա ինձ ներթայնացնում եմ, բայց մյուս կողմից երբ որ հայտնվում են այս մարդիկ, ովքեր գիշեր ցերեկ զանգում են, հարցնում են զինվորը ոնց եղավ, ինչ եղավ եւ այլն, Ես եմ շատ լարված, որովհետև մեր զինվորը մենք ուղարկել ենք Գերմանիա աչքի վիրահատության ու սպասում ենք իրական մեծ բան վիրահատությունն է տեղի ունենում։ Ես այսպես լարված սպասում եմ նորությանը, երբ որ տեսնում ես այս սրտացավ մասան, հասկանում ես, որ անկախ ամեն ինչից ամեն ինչ դեռ կորած չի։ Եվ իրական շնորհակալություն եմ հայտնում բոլոր բարեսրտ մարդկանց ու սրտացավ մարդկանց, ովքեր դեռ հայ են, ովքեր դեռ Հայաստանից շատ հեռու գտնվելով այդքան հայ են։ Սփյուռքի հայրենակիցներին հատկապես մեր, որովհետև այս հաղորդման շրջանակներում ես ինձ բացահայտեցի նաև ինձ համար Սփյուռքին։ Այդ սրտացած Սփյուռքին, որ երբեմն ավելի իրականում հայ են, քան Հայաստանում ապրող շատերը։ Զինվորի մասին սրտացավություն, իրենց հայրենիքի հետ կապված իրենց սրտացավությունը ես լիքը բան սովորեցի նրանցից։ Եվ փոքրիկ բյուջե ենք ստեղծել եւ փորձում ենք դրամական նվերներ փոխանցել զինվորներին, երբ որ գնում ենք նրանց տեսակցության։ Խնդրում եմ, թող դա դիտարկվի որպես նվեր։ Մեր բոլորի կողմից ինչ որ դիտարկի նվեր կառնես եւ կհիշես մեզ լավ եւ շնորհակալությունս հանձինս ուզում եմ հայտնեմ Դիանա Սիմոնյանին, ով հաղորդաշարի առաջին օրվանից մեր կողքին է։ Նրա շնորհիվ մենք բազմաթիվ զինվորների ենք ներկայացրել եւ լիքը պատմություններ ենք լսել։ Եվ պարզապես շատ զինվորներ իրենց ուշադրության կենտրոնում են զգացել։ Դա շատ կարևոր է, որովհետև մեր օրերում զինվորները ոչ թե ունեն օգնության կարիք իրականում, նրանք կարող են մեզ օգնել իրենց մտքով, իրենց ուժով, չէ՞։ Նույնիսկ նրանք վիրավոր զինվորը ինձ դուխ է տալիս հաղորդման շրջանակներում, ծանր վիրավոր։ Դա համար նրանք չունեն օգնության կարիք, նրանք ունեն ուշադրության կարիք, նրանք ունեն նվերների կարիք եւ այլն։ Երեխեքը որ նոր էին վիրավորվել հիվանդանոցում, Կարոին որ բերեցին պալատում դեռ 2-ն էին, հետո դառան 4-ը, 5-ը, ու այդ ժամանակ առաջի մի քանի օրը բանը ոնց որ պատերազմ լիներ պալատում, գիշերը երեխեքը քնած ժամանակ անգամ մի լույսից, մի ձայնից վեր էին թռնում, անդադ իրանք լարված էին, իրար հետ չէին կարում նորմալ խոսային, շփվեին, անդադ մտքերի մեջ, սենց լարված, ու այդ այցելությունները, որ սկսեց հոսքը այցելության, որ գալիս էին վիրավոր զինվորներին այցելելու, շնորհակալություն հայտնելու կամ ասենք այդ ինչ որ մի բան, ինչ որ նվեր տեսքով բան, երեխեքը այդ շփումը իրանց շատ օգնեց հոգեբանորեն։ Սկսեցին շփվել, սկսեցին բացվել, բոլորի մոտ այդ լարվածությունը, այդ վախվորածությունը անցնում էր քիչ-քիչ, ու դա մենք ծնողներով էինք նկատում, իրանք չէին էլ նկատում, թե իրանք ոնց էին, հետո ոնց փոխվեցին, ու ահագին տարբերություն եղավ։ Իրոք ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր ուղղակի գալիս էին, երեխեքի հետ խոսում էին, շփվում էին ու գնում էին։ Կարող է որ ոչ մի բան, բայց փառք Աստծո, երեխեքին որ չեն անտեսել, շատ են եղել այցելությունները, ու պատահական էլ հենց նկարներով, վիդեոներով որ տենում էին, հարցնում էին, անգամ Սաքոնը հարցրել, այդպես է գտել մեզ, որտեղ եք դուք, որ հիվանդանոցում եք, ու եկել են։ Եղել է ժամանակ, որ գիշերվա ժամը 11-ին զանգահարել են ուղակի հիվանդանոց ու ասել են, որ պատվեր ունեք սուպերմարկետի ծննդի տեսքով, այսինչ բաժանմունքի, այսինչ զինվորների համար կբարձրացնեք, ու մենք զարմացել ենք, որ ասենց անակնկալների ու ասենք այցելությունների շնորհիվ երեխեքը շուտ հոգեպես վերականգնվեցին, շուտ։ Դա կարծում եմ նվազագույնն է, որ պետք է արվի յուրաքանչյուրի կողմից, նվազագույնը։ Մենք շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Մենք շատ շնորհակալ ենք մենակ չմնալու համար։ Ամեն ինչի համար իրական։ Կարո ջան, ուզում եմ փոխանցել բարի մարդկանց նվերը եւ շնորհակալություն հայտնել նրանց, որ զինվորի կողքին են։ Շատ շնորհակալություն բոլոր հովանավորներին, բոլոր այն մարդկանց, ովքեր կիսում են զինվորի ցավը, ու ոչ միայն զինվորի ցավը, այս մեր ամբողջ մեր հայ ազգի ցավն է, ու
շնորհակալություն համել ձեզ, որ չանտեսեցիք։ Ուզում եմ, որ ձեր բոլոր գործերին հաջողություն լինի ու էլի գտնվեն մարդիկ, ովքեր արդեն կաջակցեն մնացած վիրավոր զինվորներին ու մանավանդ զոհված հերոս ունեցող ընտանիքներին։ Անպայման։ Շնորհակալություն շատ։ Սա չէ։ Հարգելի հետևորդներ, դուք Արգամ բլոգի YouTube-յան ալիքում եք, դիտում եք մեր հերոստաղերք հաղորդաշարը։ Մենք Արարատի մարզի Արևարը Բույր գյուղում ենք եւ հյուրընկալվել ենք Հարությունյան Կարապետին։ Հետարքից զրույց ունեցանք, բացահայտեցինք հերթական մեր հերոսին եւ կարծում եմ դիտել հետարքիր էր։ Իրոք։ Իսկ դուք լայք եք տեսան, թե որպեսզի մեր խիզախ տղայի մասին ավելի շատ մարդիկ իմանան եւ այս տարբերակով տեսանոթ ավելի մեծ տարածում գտնի։ Ինչպես նաեւ մեկնաբանությունները ողողեք դրական խոսքերը, որովհետեւ մեր զինվորները կարծում են յուրաքանչյուր մեկնաբանություն։ Բաժանորդագրվեք նաեւ իմ YouTube-յան ալիքին, եթե դա դեռ չեք արել, որպեսզի նոր տեսանյութերը դիտեք առաջինը։ Խորհրդանշանակությունս հայտնում եմ եւս մեկ անգամ սրտացավ մարդկանց, ովքեր դեռևս չեն դարձել անտարբեր եւ անհատական աջակցություն են ցուցաբերում մեր հերոս զինվոր տղաներին։ Հանձինս Դիանա Սիմոնյանին, ով աջակցում է հաղորդաշարին եւ մենք կարողանում ենք ավելի շատ զինվորների պատմություններ լսել եւ ուշադրություն դարձնել նրանց։ Իսկ մեզ բոլորից խաղաղություն եմ մաղթում եւ մենք կհանդիպենք հաջորդ հարմար առիթի դեպքում, որպեսզի բացահայտենք մեր հերթական հերոսին։ Հերոս տղերքը մեր, ելանված ուղի մեր, զոհվել չկա տղեկ, կրվի ժամի